Քանի որ արդեն 6 տարի մենք մեր իշխանություններից ոչ մի դրական փոփոխություն անհետ կորածների ճակատագրի հարցում չենք ունեցել, ճիշտն ասած հույսել չունենք, որ կարող է ունենանք, բայց մեծահոգաբար իրանց մեկ շաբաթ ժամանակ ենք տրամադրում այսօրվա իշխանությանը, որ մեր երեխեքի հարցում, անհետ կորածների հարցում մեզի հստակեցում ինչ-որ մի որոշակի դինամիկա դրական ասեն, մեզի ասեն։ Եթե չէ, այս մի շաբաթվա ընթացքում իրանց կողմից մեր այս բանին չլավ պատասխան, մենք արդեն սկսելու ենք, մենք ծնողներով որոշում ենք, որ գտնելու ենք մեր խողովակները։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ, մեր կարգավիճակի մեջ մարդիկ, որոնք արդեն 90-ական թվականներից ունեն իրանց անհայտ կորածները։ Մենք փորձելու ենք իրանց հետ խողովակ գտնել, փոխադարձ աշխատելու։ Մենք ստեղ մեր ուժերով իրանց անհայտ կորածների ճակատագրով հետաքրքրում ենք, քանի որ իրանք չեն կարող անցնել, իրանց երեխեքով մենք էլ չենք կարող այդքան կնդե։ Բայց այդ երեխեքի ճակատագրի չի կարող մնա սենց անվերջ, անորոշ։ Այսինքն որոշել ենք, որ գնալու ենք հակառակ կամուրջի ուղղության վրա, փորձելու ենք Ադրբեջանի այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ լուբոյ տարբերակով կոնտակտի դուրս գալ։ Ես 6 տարի է։ Թող մի տանետ կորածի տեղ ասեն, որ թեկու զոհված գտել են հողարկավորել։ Թող անուններ տան, եթե աշխատել են։ Այսինքն չեն աշխատել։ Դուք որպես լրագրողներ տեսել եք մի անետ կորածի գտնեն 6 տարի առաջ։ 6 տարի է գտնում են մի հատ անետ կորածի։ Բնականաբար ոչ։ Այսինքն այս մարդիկ չեն աշխատում։ Իմ տղային վիդեոներ կա 20 թվականին Խիմիկների ջոկատի։ 20 թվականից իրանց ալիքով ցույց են տվել ամեն ձևի։ Համ վախում եմ, համ չգիտեմ, չեմ իմանում ինչ եմ անում, արդեն գժվել ենք, ես չգիտեմ ինչ պիտի անենք, որ դուրը ծեծում ես ասում է, ինքը ասել են ընդեղ չի, բայց վիդեոն ունի, իրանց ալիքով ցույց են տվել, ամեն տեսակ դռներ ծեծել ենք, բայց սենց չի լինի արդեն։ Մենք ավտո երթով կգնանք մինչև տեղ գյուղից էլ արդեն դեպի հակառակ կամուրջ արդեն քայլերթով կշարժվենք, ճիշտ է, մեր համար շատերս, քանի որ լիքը առողջական խնդիր ունենք ծնողների մեծ գրեթե մեծ մասը, բայց կփորձենք հնարավորության չափ հասնել ընդեղ ու ասենք այդ կոնտակտը ստեղծենք։